Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նորանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուշուձյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Խուշուձյան, շնորհակալ եմ, որ այսօր ընդունել եք հրավերը եւ մեզ հետ եք այսօր։ Փաշինյանի այսօրվա դիմումը հայությանը հետեւյալն էր։ Իսկ ինչպիսին է 2025 թվականի Հայաստանը, հարցնում է Փաշինյանը եւ պատասխանում 2025 թվականի Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը խաղաղ է։ Այս խաղաղության թեման վերջին շրջանում հաճախ է բարձրացնում Փաշինյանը, խաղաղություն կամ պատերազմ։ Այսպես եմ ես այս մեր հատվածը հարցազրույցի վերնագրել, քանի որ օրեր առաջ, մի քանի օր առաջ 2026 թվականի բյուջեն քննարկելու ժամանակ նա ասաց, որ 2026 թվականը վճռորոշ տարի է լինելու խաղաղության համար, քանի որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսին, եւ նա ասում է, այս ընտրությունները ըստ էության ունեն մեկ հիմնական հարց, որին պետք է պատասխանի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Նա պետք է իր քվեարկությամբ պաշտպանի խաղաղությունը, անկախությունը եւ ինքնիշխանությունը, որը ըստ Փաշինյանի 2026 թվականի ընտրությունների հիմնական քաղաքական իմաստն ու հարցն են, իսկ հակառակը ըստ Փաշինյանի կնշանակեր Հայաստանի նահանջը հակամարտության մեջ եւ ֆորպոստ դառնալը։ Մենք հիշում ենք, որ խաղաղություն, նախ համաձայն եք թե ոչ, որ հարցը հենց այդպես է դրված, խաղաղություն, թե պատերազմ, եւ հիշում ենք, որ Վրաստանում եւս նախընտրական ամբողջ արշավը գնաց այս հարցերի ընտրության այսպես տրամաբանության մեջ, պարզապես այնտեղ պատերազմը Ռուսաստանից էին սպասում եւ վախեցնում, կարելի ասել, բնակչությանը, այստեղ Ադրբեջանի։ Եվ իհարկե հիշում ենք, չենք կարող մոռանալ պատերազմ թե խաղաղություն լրջանալու պահը վերնագրված Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածը։ Եվ այսպես, արդյոք Փաշինյանը հարցը կտրուկ դնում է. եթե ինձ եք ընտրում, լինելու է խաղաղություն, եթե ինձ չեք ընտրելու, լինելու է պատերազմ։ Չէ, այդպես չի դնում, որտեղ այդպես չի կարող դնել։ Այնպես չի, որ միայն քաղաքացիական պայմանագիրն է ջատագով խաղաղության եւ ինքնիշխանության։ Կան ընդդիմադիր ուժեր, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր, ժողովրդավարական ուժեր, որոնք եւս կիսում են այդ օրակարգը։ Եվ ավելին, շատ ավելի առաջամարտիկ են Եվրոմիության հետ ինտեգրման, այսինքն Հայաստանի ինքնիշխանության ել ավելի ամրապնդման հարցում, այստեղ կարող է հակասական թվալ այն, որ ես ասում եմ Եվրոմիության անդամակցության եւ Հայաստանի ինքնիշխանության մասին, բայց քանի որ հասկանալի է, որ Եվրոմիությունը վերպետական կառույց է եւ ինքնիշխանության որոշ հատված բոլոր երկրները, ովքեր որ մտնում են այդտեղ զիջում են, բայց սա այն դեպքը չի, որտեղ Եվրոմիությունում ցանկացած երկիր ստանում է վետոյի իրավունք իր ինքնիշխանությանը եւ իր քաղաքական կեցվածքին վերաբերող ցանկացած հարցի շուրջ, այսինքն այնպես չի, որ ինքը որևէ կերպ վնասում է իրականում իր ինքնիշխանությանը։ Այսինքն ինչ վերպետական ինչ որոշումներ կարող են ազդել իր վրա, օրինակ տնտեսական ստանդարտների մասով, ժողովրդավարության մասով, այսինքն եթե հանկարծ երկրում յետընթաց լինի ժողովրդավարությունից կամ տնտեսական մենաշնորհայնացում տեղի ունենա եւ այլն, այդտեղ Եվրոմիությունը կարող է կոշտ դիրքորոշում ցուցաբերել, ոնց օրինակ Հունգարիայի դեպքում ցուցադրում է, որը որ մեր ժողովրդին էլ է պետք։ Դա ժողովրդի նաև ինքնիշխանության նպաստող բան է, այսինքն եթե ինչ-որ մեկը Հայաստանում գա փորձի ժողովրդի իշխանությունը խլի, այսինքն ժողովրդի ինքնիշխանությանը վնասի եւ ավտորիտար ինչ-որ բան հաստատի, այստեղ Եվրոմիությունը թե վերպետական կառույց է, բայց օգնելու է մեր ժողովրդին, որ ինքը վերադարձնի իշխանություն։ Այսինքն ամեն դեպքում իշխանությունը մենք ոչ թե հանձնում ենք Բրյուսելին, այլ իշխանությունը ավելի են կենտրոնացնում ժողովրդի ձեռքում, իսկ Բրյուսելը դառնում է երաշխավորներից մեկը այդ ինքնիշխանության ապահովման ժողովրդի կողմից, որտեղ ամեն դեպքում պետք է հիշենք, որ ցանկացած պետությունում, ժողովրդավարական պետությունում սուվերենը, ինքնիշխանը ժողովուրդն է, ոչ թե դրա իշխանավորները կամ կառավարությունը, հա։ Այնպես որ այդտեղ միանգամից ասեմ, որ հակասություն չկա։ Եվ այստեղ, այո, կան ուժեր, որոնք Եվրոմիության անդամակցության շատ ավելի առաջամարտիկ են, նույն Եվրաքվեի ուժերը, որոնք որ այսօր տարբեր կեցվածք են դրսևորում իշխանությունների հանդեպ, բայց հիմնականում համախոհ են հարցում, որ այո, օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները շատ դրական էին, հիմնականում,
անկախ նրանից, որ որոշ կետեր ուրեմն Ադրբեջանի ուժի սպառնալիքի ներքո է ընդունվել, դա արդեն իմ դիրքորոշումն է եւ քաղաքացիական մի մասի, որոնք որ այդ մասով նաեւ հայտարարություն են տարածել, հիշում եք, Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը վերջին։ Բայց ամեն դեպքում այն մասով, որ վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, ճանապարհների ապաշրջափակմանը, խաղաղության հաստատմանը եւ նախաստորագրմանը խաղաղության պայմանագրի այդ երկու ընդունելու կետերով հանդերձ, բայց ամենայն դեպս դա մի ուղի է, որը հնարավորություն է տալիս Հայաստանին, այո, մտնել կայուն զարգացման, խաղաղ զարգացման փուլ, որը մեզ օդի պես անհրաժեշտ է։ Այսինքն մենք հասկանում ենք, որ առանց դրա, առանց Հայաստանի ուժերի վերականգնման, առանց Եվրոմիության հետ անդամակցության, մենք գլոբալ իմաստով մեր անվտանգությունը, տարածաշրջանային ուժային բալանսը չենք կարող ի օգուտ մեզ շրջել եւ անվտանգություն չեն կարող ապահովել գլոբալ առումով։ Իսկ կան ուժեր, որոնք որ հակառակն են ասում եւ այլ կերպ չէին էլ կարող ասել, որտեղ իրենց իշխանության վերադառնալու միակ տարբերակը դա ռուսական սվինների վրա իշխանության գալն է Հայաստանում, ինչը քիչ հավանական է իհարկե, որտեղ արդեն շատ բան է փոխվել տարածաշրջանում եւ Ռուսաստանը տեսանք արդեն Մոլդովայում նույնիսկ չկարողացավ իր սվինների վրա, տվյալ դեպքում սվիններ պայմանական եմ ասում, այդ ֆինանսական նաեւ ուրեմն հոսքերն են, ապօրինի սվիններ են նաեւ հիբրիդային պատերազմում գործադրվող զենքերը, դա այլ սվիններ, ուղղակի հիբրիդային պատերազմի սվիններ են։ Ամեն ինչ արեցին Ռուսաստանից, որ դա հաջողեն, բայց Մայասանդուն եւ Մոլդովայի ժողովրդավարները բավականին կոշտ գտնվեցին, այն իմաստով, որ չվախեցան այնպիսի գործողություններից, որոնք կարող է դիտարկվեին, օրինակ, Եվրամիության կողմից, որպես ժողովրդավարությունից ետնահանջ, բայց չդիտարկվեցին այդպիսին, որովհետեւ իրենք ամեն ինչ արեցին ժողովրդավարությունը հենց փրկելու համար, որովհետեւ այդ հիբրիդային պատերազմի նրբություններից մեկն էլ է, որ ժողովրդավարությունը փորձում են օգտագործել ժողովրդավարության դեմ, այսինքն ժողովրդավարության գործիքակազմը փորձում են օգտագործել ժողովրդավարական կարգերը տապալելու ուղղությամբ։ Պատահական չի, որ Հայաստանում նույն այս եկեղեցին բռնազավթած խմբակը, ինչ նարատիվներ է արդեն սկսում տարածել, Պլատոնին են համարյա հղում անում ժողովրդավարության դեմ ինչ որ բաներ, նարատիվներ, որ ժողովրդավարությունը ուրեմն այն չի, ինչ որ մեզ պետք է, հա, կոպիտ ասած, այսպես երկու լավ բան չի։ Այո։ Հիմա մոտավորապես այդ են փորձում տարածեն, հետաքրքիր է, էլի, բայց եթե ժողովրդավարություն չլինի, գործող իշխանությունը ուրեմն կարող է ավտորիտար դառնալ, ավելին դիկտատորա դառնալ եւ իրենց հարցերը արդեն լուծել ոչ թե դատական, ժողովրդավարական, իրավական ճանապարհով, այլ ուղղակի ոնց որ ցանկացած դիկտատոր, ոնց է Պուտինը լուծում։ Հա, այդ են ուզում իրանք։ Ինչի են հետաքրքիր է, էլի, նրանք ովքեր որ դժգոհում են ժողովրդավարությունից, չգիտես ինչի պատկերացնում են, որ եթե ժողովրդավարությունը տապալվի, անպայման իրենք պետք է գան դառնան այն ավտոկրատը, այն դիկտատորը կամ այն արիստոկրատը, հա, պլատոնական բանով եթե վերցնենք, իսկ Պլատոնը նաև արիստոկրատիայի ջատագովներից էր, գիտեք, ինքն էլ արիստոկրատ լինելով, հա, ինչի՞ց են իրենք են արիստոկրատը։ Տարատեսակ կտրիչներն ու բգոներն են արիստոկրատը, ասենք լավ չեն պատկերացնում իրենք մեր ժողովրդի մասին վատ կարծիք ունեն եւ վատ պատկերացումներ ունեն։ Ժողովուրդը այդպիսի մարդկանց չի պատկերացնում որպես արիստոկրատիա։ Հիմա վերադառնալով ձեր հարցին նաեւ, այո, Հայաստանում մյուս ընտրություններին պետք է ընտրվեն այն ուժերը, որոնք որ ջատագով են Հայաստանի ինքնիշխանությանը, իսկ այսօր ինքնիշխանությանը վտանգ է սպառնում Ռուսաստանից եւ նրա խամաճիկներից Հայաստանում։ Եվ բոլոր այն քայլերը, որոնք որ ուղղված են լինելու Եվրոմիության հետ ինտեգրմանը, Հայաստանի անկախությանը Ռուսաստանից, դրանք ժողովրդի կողմից աջակցություն են ստանալու։ Այստեղ Զախարովային հիշեցի, բայց ընդեղ էլ պետք է այդ Կադիրովի հետ կապված սկանդալային իրավիճակը հիշեցնեմ, բայց եկեք այս հատվածում հիշեցնեմ Զախարովայի վերջի հայտարարությունը, երբ որ ասում է, ինչու եք դուք Վարդան Ղուկասյանին այդպիսի մեղադրանք ներկայացրել, եթե դուք ասում եք ինտեգրացիա Եվրամիությանը եւ ուզում եք, որ երկիրը կախվածության մեջ հնգնի եվրոպական այդ Եվրոմիությունից եւ եվրոպական կառույցներից, այստեղ էլ մարդը ասել է Ռուսաստանի հետ, չգիտեմ, ընդհանուր պետություն կամ
Ինչու եք Վարդան Ղուկասյանին հետապնդում։ Ես իմ ձեր հարցի առաջին իմ պատասխանի մեջ այդ մոտավորապես նկարագրեցի տարբերությունը։ Եվրամիությունը դա հավասարազորների, իրավահավասարների միավորում է։ Այնտեղ վերպետական որոշ դրույթներ կան, որոնք որոշ սահմանափակումներ ինքնիշխանության հանդեպ դնում են, բայց ես ասացի, որ դրա դիմաց պետությունները ստանում են անվտանգություն, հզորացում, ինքնիշխանություն այն իմաստով, որ նաև արտաքին վտանգների դեմ ավելի կայուն դիրք են ձեռք բերում, բայց մյուս կողմից մենք ունենք օրինակներ Եվրամիությունում, երբ որ ամբողջ Եվրամիությունը չի կարողանում որոշում կայացնել մի երկրի վետո դնելու արդյունքում։ Դա Հունգարիան է, ժամանակին օրինակ Ուկրաինայի ասոցիացիան համաձայնագրի հետ կապված Հոլանդիան էր վետո դրել եւ այլն։ Այսինքն այնքան իրավահավասար են երկրները, որ նույնիսկ ամենափոքր երկիրը այնտեղ կարող է վետո դնել ամբողջ Եվրամիության որոշումների վրա։ Այսինքն դա ինքնիշխանության ոտնահարում չի կարելի համարել կամ նսեմացում, հա։ Իսկ միութենական պետությունը։ Միութենական պետությունը մենք գիտենք, որ այնտեղ կա մեկ հեգեմոն, դա Ռուսաստանն է, եւ այն մնացածը ով էլ մտնում է, կապ չունի միութենական պետությունը Բելարուսի հետ, թե դա լինի ԵԱՏՄ, թե դա լինի ԱՊՀ, ուղղակի ԱՊՀ-ը մի քիչ լծակներն են ազդեցության այդ պայմանագրի իրավական հիմքերն են ավելի թույլ ի տարբերություն օրինակ նույն ԵԱՏՄ-ի։ Լինի դա ՀԱՊԿ, բոլոր տեղերում կա մի հեգեմոն, որ անընդհատ պարտադրում է իր կամքը այդ կառույցի մեջ մտած մյուս երկրներին։ Եվ այստեղ առանց հետը մենք ահագին ինքնիշխանությունից զիջել ենք նույնիսկ այդ կառույցների մեջ մտնելով, որոնց չնայած պաշտոնապես օրինակ նույն ԵԱՏՄ-ն էլի պաշտոնապես ինքը իրավահավասարների կառույց է, իդեպ ինքը ձևավորել է Եվրամիության ուրեմն բառացի կոպի փեստով։ Նույնիսկ կառույցներ են տեղի, դիրեկտորատների կրկնօրինակն են, Եվրամիության դիրեկտորատների։ Հիմա մենք կարող ենք որևէ կերպ ազդել օրինակ ԳՀՏՄ-ի որոշումների վրա։ Իհարկե չենք կարող, բայց բանը կարող է, Ռուսաստանը կարող է։ Այնպես որ ուզում եմ ասեմ, այդ ձևական համեմատությունը շատ կեղծ է, չկա այդպիսի բան։ Մանավանդ որ այնտեղ ժողովրդավարություններ են, նույնիսկ այնտեղի հզոր երկրները, Գերմանիան, Ֆրանսիան, հա, ժամանակին Մեծ Բրիտանիան, որը դուրս եկավ։ Տեսեք, եթե ինչ որ մեկը ասում է, որ այնտեղ օրինակ հեգեմոններն են շահում, խոշոր երկրներն են շահում, փոքր երկրները տուժում են Եվրամիությունում, հա։ Եթե այդպես է, Մեծ Բրիտանիան չի դուրս եկավ։ Եթե ինքը շահողների մեջ էր, ինչի դուրս եկավ, որտեվ հակառակը, այնտեղ այնպես է կառուցվածքը, որ ամբողջ բեռը տնտեսական զարգացման, օգնության, օժանդակության փոքր երկրների, նոր երկրների, ավելի հետամնաց տնտեսապես երկրների օժանդակության ամբողջ բեռը ընկնում են հարուստների վրա։ Դրա համար հարուստները երբեմն չեն դիմանում, տրտնջում են, նույն Գերմանիան դուրս չի գալի Եվրամիությունից, բայց անդադ Գերմանիայի տարբեր կուսակցություններ տրտնջում են, թե ինչի մենք պետք է օրինակ Հունաստանի ֆինանսական խնդիրների բեռը կրենք մեր վրա։ Հիմա նույնը Հայաստանը, տեսեք, արևելաեվրոպական երկրները, երբ որ մտան Եվրամիություն, շատ հեռու են տնտեսական զարգացմամբ։ Այսօր Լեհաստանը համարյա Գերմանիայի ուրեմն զարգացման է հասել, դա քիչ է մնացել, որ գա հասնի։ Ինչի շնորհիվ ֆինանսական աջակցության, տեխնոլոգիական աջակցության, քաղաքական աջակցության եւ նաեւ այն, որ ինքը մտավ ՆԱՏՕ եւ իր անվտանգության վրա ստիպված չէր ծախսել այն աստղաբաշխական թվերը, որը Հայաստանն է միշտ ծախսում, չնայած ամենաբարձրը տոկոսային առումով Եվրոմիության մյուս երկրների համեմատ այսօր Լեհաստանն է ծախսում։ Բայց մեկ է, ինքը արդեն վստահ է, որ ինքը թիկունքին ունի մի հսկայական ալյանս եւ Ռուսաստանի դեմ այլապես ինքը կրկնակի երակի պետք է ծախսեր, որտեւ իր հակառակորդը Ադրբեջանը չի, ի տարբերություն Հայաստանի, որի հակառակորդը Ադրբեջանն է, վտանգը սպառնել կառաջի առաջնային, այլ Ռուսաստանն է։ Նույն չնայած մեր մոտ էլ եթե Թուրքիան էլ համարենք, հա, մոտավորապես համարժեք վտանգներ է սպառնում, առավել եւս ուրեմն մենք պետք է ավելի մեծ, ավելի հզոր ալյանսի մեջ մտնենք, որ մեր անվտանգությունը ապահովենք։ Այլ կերպ ասած, այս ձևակերպումը ժողովուրդը պետք է պաշտպանի խաղաղությունը, իր քվեարկությամբ անկախությունը, ինքնիշխանությունը, դուք ասում եք ոչ միայն ԿՊ-ն է սա ջատագովը այս ամենի, այլ նաև բոլոր այն ուժերը, որոնք առաջարկում են անդամակցություն Եվրոպային, որը եւ կապահովի խաղաղություն, անկախություն եւ ինքնիշխանություն։ Ոչ միայն ջատագովում են առաջարկելով խոսելով դրա մասին, այլ նաեւ գործերով, որտեղ կան որոշ ուժեր, որոնք խոսում են դրա մասին, բայց հենց կոնկրետ գործերին է հասնում, սկսում է սաբոտաժ անել։ Բարի։ Եվ ես խոստացա, քանի որ դուք խոսում եք ժողովրդավարության մասին, խոսում եք, հիշում եք Ստալինի անունն էին տալիս անընդհատ, ասում են, այս Ստալին է պետք այս երկրին, ցանկացած երկրի մասին էր խոսքը,
հետսովետական անգամ երկրները հանրապետություններում ասում էին դե սա ինչ է, քաոս է, անարխիա է, Ստալին չկա ձեզ, հիմա Կադիրովն է, հա, այդ դերը կատարում Ստալինի կերպարի, այդ ժողովրդի կամ մարդկանց հոգեբանության մեջ պետք է լինի կամ դիկտատոր, որպեսզի կարգ ու կանոն լինի, եւ դա հակադրվում է ժողովրդավարությանը, որը ասոցացվում է քաոսի եւ այսպես անհասկանալի process-ների մեջ։ Ուրեմն ժողովրդավարությունը այսօրվա հայտնագործած լավագույն մեխանիզմն է իր բոլոր թերություններով հանդերձ։ Չերչիլը լավ խոսք ուներ, հա, որ ասում էր ժողովրդավարությունը ահավոր վատ բան է, համակարգ է, քաղաքական համակարգ է, բայց դրանից լավ մենք չենք դեռ ստեղծել։ Այսինքն դա է, ինչ որ կա, ամենալավը դա է, կոպիտ ասած։ Դե ասում է գործիք չունի ժողովրդավարությունը, իսկ տեսեք, այն որ ասում են Ստալինը նավասնիետ։ Ստալինը գործիք ունի, տանում, կախում, սպանում, գնդակահարում։ Եթե ժողովրդավարության գործիքներից օգտվողները թույլ են, կարողությունների պակաս ունեն, դա չի նշանակում, որ ժողովրդավարությունն է դրանում մեղավոր։ Ժողովրդավարությունը ունի բոլոր անհրաժեշտ գործիքները ինքն իրեն պաշտպանելու եւ Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու։ Ուղղակի գործող իշխանությունները պետք է ավելի պրոֆեսիոնալ մոտենան եւ այդ գործիքները կիրառեն, ավելի լավ կիրառեն։ Հիմա ի պատիվ իշխանությունները պետք է ասել, որ իրենք դիկտատուրայի ճանապարհով չեն ուզում գնալ եւ դա շատ լավ է եւ ընդհանրապես պետք է արմատախիլ արվի այդ դիկտատուրայի կորձ ձեռքի գաղափարը մեր գիտակցության միջից, որտեվ նայում ես, թվում է թե օրինակ նույն եկեղեցու այդ վերնախավում տիրող այդ կեղտոտ բարքերի դեմ պայքարող նույն այդ Արամ ուրեմն քահանան, հանգը հենց ասում է բանը պետք է կադրիվը կուզենայի կադրիվի պես մեկը լինի, ասենք։ Հասկանում եմ, քաղաքական գիտելիքները զրո են մոտ այդ մարդու, բայց պետք է չի ինքը չպիտի ընդհանրապես քաղաքականությունից խոսա, բայց նույնիսկ աշխարհընկալումն է, այո, նույնիսկ այդ առումով բավարար չի, որ ինքը քաղաքականությունից չխոսա, բայց ներքուստ ինքը աշխարհընկալումով ունենա այդպիսի մի ուրեմն Կադիրովի կարիք, հա։ Կներեք էլի Հիսուս Քրիստոսի հետևորդը չի կարող Կադիրովի պես ղեկավար ուզենալ, հա։ Չի կարելի Պիղատոսի պես կամ ավելի վատ, ասենք այնտեղ շատ ավելի Ներոն եւ այլն այդ կարգի ղեկավարների հետ կարելի է համեմատել Կադիրովին, ուրեմն չի կարելի այդպիսի ղեկավար տենչալ պետության համար։ Այսինքն օրենքի երկիր ընկալումը հասկացողությունը մենք լավ չենք յուրացրել, այսպես ասենք, այդ պահանջը, որ երկիրը լինի օրենքի երկիր։ Ժողովրդավարության արժեքը ինչու՞մն է, որ ինքը հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց, բոլոր քաղաքացիներին զգալ տեր սեփական երկրի, ոչ թե հպատակ, ոչ թե երկրորդ, երրորդ կարգի մարդ այն դեպքում, երբ որ մենակ դիկտատոր եւ իր շրջապատն է առաջի կարգի մարդ դառնում դիկտատուրայում, հա։ Ոնց որ Կադիրովն է անում այնտեղ Ալիևն էլ իր մոտ եւ սա հիանում են, բոլորը հիանում են, ասում են, հիանալու բան չկա, Ալիևի հաջողությունը նավթի եւ այդ ֆինանսների մեջ է, այլ ոչ թե նրա մեջ, որ ինքը դիկտատոր է, հակառակ այդ դիկտատուրայի պատճառով ինքը հսկայական ռեսուրսներից է զրկում սեփական երկիրը, որովհետեւ երբ որ մարդ ամեն քաղաքացին իրեն տեր է զգում երկրի, ինքը ստեղծագործական ներուժը իր ամբողջ ծառայեցնում է երկրի զարգացման համար, կոպիտ ասած հավեսով, հաճույքով աշխատում է այդ երկրի համար, նախ չի մտածում այդ երկրից փախնելու մասին, որովհետեւ դիկտատուրաներում ինչքան պարկեշտ ազնիվ մարդիկ կան, կամ պայքարում են, կամ պայքարը եթե չի ստացվում, հիասթափվում են, կամ իրենց կոտրում են բերթերում, կամ իրենց հետապնդում են եւ այլ, մարդիկ շատերը չեն դիմանում, թողում փախնում են։ Եթե թույլ են տալիս։ Մարդիկ էլ կան, ոչ էլ պայքարում են, բայց զգում են, որ ստե ապրելու տեղ չի, թողում գնում են։ Այդ դիկտատուրաների հետևանքները դա է։ Իսկ ժողովրդավարություններում հակառակը պոտենցիալը մեծ է, եթե դու կարողանում ես ճիշտ կառավարել, իսկ Հայաստանը բարեբախտաբար այնպիսի երկիր է, որտեղ որ ստեղծագործ են մարդիկ, հա, եւ այսօր ինչ են ասում, արդեն այն դարաշրջանում ենք, որտեղ ոչ թե նավթն է առաջնային, ոչ թե ոսկին է, ինչ որ հումքային ռեսուրսներն են առաջնային հարստություն համարվում պետությունների, այլ մարդը եւ նրա մտավոր արժեքները, այսինքն մտավոր ունակությունները, դա է այսօր արժեք, հա, նաեւ տվյալներն են ասում, հա, դատան, այսինքն գլոբալ դատան կամ տվյալները, որ նավթից ավելի թանկ է, բայց տվյալները ինչ է, տվյալները մարդու գիտակցության հետ կապված, մարդու հմտությունների, կարողությունների հետ կապված բան է, որը Հայաստանում շատ լավ հիմքեր ունի զարգանալու։
Եվ նման պայմաններում հանգարց էլի ինչ որ ուժեղ ձեռք մտնի, ով ուզում է լինի, ուզում է ինքնիշխանության ջատագով ուժեղ ձեռք լինի, թե ինքնիշխանության դեմ պայքարով։ Ուժեղ ձեռքը, եթե օրենքի երկիր է, իրար հակասող բաներ են։ Իհարկե, Նա կարող է լինել լավ ուժեղ ձեռք, բայց երկիրը լինի օրենքի եւ նա եւս այդ ձեռքը ենթարկվի օրենքների։ Ես չեմ հիշում որևէ Օրենքներից դուրս ուժեղ Այո։ ձեռքի մասին եք խոսում դուք, Տեսեք, որը դա վտանգ է։ Տեսեք, ես չեմ հիշում որևէ երկիր, կարող է բացառություններ են եղել, օրինակ ֆաշիստական Գերմանիան կարող է դրա տակ մտնել, երբ որ դիկտատուրան օրենքներով էր սահմանվում։ Այդ դեպքում օրենքները գրվում հա, են եւ չի բանանում, այսինքն հակասում է, հա, այդ իմաստով այն ժողովրդավարություններին, որտեղ որ կարող է դիկտատորը գա օգտագործելով ժողովրդավարական օրենքները եւ հետո չփոխի այդ օրենքները իր տակ, ոնց որ Հիտլերը արեց։ Հիտլերը ժողովրդավարական օրենքներով եկավ ընտրություններով իշխանության, չէ, չնայած այնտեղ էլ հարցեր կան, այնց չի որ շատ սահուն ինքը ժողովրդավարական մեխանիզմ է օգտագործել, բայց հետո սկսեց փոխել օրենքները հակաիրավական դարձնել, որտեղ օրենքները կարող են լինել հակաիրավական։ Ինչ է նշանակում օրենքը հակաիրավական։ Դա նշանակում է, որ մարդու իրավունքին, ընդհանրապես իրավունքներին հակասող օրենք է, որը որ խախտում է մարդկանց իրավունքները, բայց օրենք է, որտեղ պետությունը իր մեծամասնությունով եկել է ինչ որ օրենք է ընդունել։ Հիմա նույնը, ասենք Ալիևը որտեղ է գրել, որ ինքը պետք է հավերժ իշխի, այտենց բան չկա իրենց մոտ, բայց իրենց մոտ կա հակասություն այն սահմանադրության, այն օրենքների, որը գրած են, որը շատ դեպքերում նաև իհարկե հակաիրավական էլեմենտներ ունեն, բայց այդպես ուղիղ դիկտատուրա չեն սահմանում։ Այսինքն միշտ դիկտատորը հակասում է ինքն իր երկրում ընդունված օրենքներին եւ կարգին, ուղղակի ինքը կեղծում է այդ ամեն ինչը։ Հիմա ուզում եմ ասեմ, որ Հայաստանում դա իսպար պետք է վերածվի, որտեվ եթե մենք ապագան իրոք տեսնում ենք զարգացած հզոր պետություն, այդ հզոր պետությունը պետք է լինի բոլորիս պետությունը, բոլոր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, ընդ որում պարտադիր հայերի, այստեղ ալի եմ շեշտում, սա Հայաստանի քաղաքացի քաղաքական ազգի գաղափարն է, որը որ էթնիկ այլ խմբեր, կրոնական այլ խմբեր, աթեիստներ, բոլորն էլ ամեն քաղաքացի իր արժեքը իր տեղ ունենալու է եւ բոլորս միասին մենակ կարող ենք հզորացնել այս պետությունը, որտեւ եթե մեծ մասը մարդկանց իր ստեղծագործ ներուժը չի կիրառում պետության հզորացման համար, ամեն մեկը իր տեղում ստեղծագործ ներուժ պարտադիր չի գիտական ստեղծագործության մասին, ասենք արվեստի մեջ ստեղծագործություն, ոչ, ամեն մարդ իր արտադրության մեջ, իր բիզնեսի մեջ, ուսուցիչը իր տեղում, հա, ամեն մարդ բժիշկը իր տեղում, բոլորը իրենց ստեղծագործ, բայց նաև հայրենասիրական ուրեմն ջիղը կիրառում են։ Իսկ ինչ է հայրենասիրությունը։ Երբ որ դու զգում ես, որ հայրենիքը նաև քեզ է պատկանում։ Դա կարևոր բաղադրիչ է, ճիշտ է։ Կարող է դիկտատուրայում էլ լինի հայրենասիրություն, երբ որ մարդիկ հասկանալով, որ հայրենիքը բռնազավթված է, ինչ որ մեկի կողմից պայքարում են դրա դեմ, բայց ավելի արդյունավետ է, երբ որ ինքը ժողովրդավարության մեջ հանգիստ շնչում է, ազատության մեջ է իրեն զգում մի կողմից, օրենքներով պաշտպանված է իրեն զգում մի կողմից, բայց մյուս կողմից նաև զգում է, որ այդ պետությունը իրենն է։ Փաշինյանը այս կիրակի կրկին խոստացել է այցելել Հովանավանք, մեկ շաբաթ անցավ նախորդ կիրակից, շատ բան խոսվեց, բոլոր կողմերը արտահայտվեցին, հարցս հետևյալն է, ուր է տանում այս ճանապարհը եւ հարց, ինչու չի արվում լուստրացիա, ինչու ենք մենք բավարարվում կամ դες հարցի տեսքով, արդյոք մենք, ոչ թե ինչու, արդյոք մենք բավարարվելու ենք այսպիսի սկանդալային հայտարարություններով, լսումներով, գաղտնատեսանկարահանումներով, ուր է տանում այս ճանապարհը։ Երբ որ ես տարանջատում եմ մտցնում ժողովրդավարական, արտախորհրդանական անդիմության եւ իշխանության միջեւ, ես նկատի ունեմ նաեւ այն, որ գործող իշխանությունը շատ զգուշավոր է իր քայլերը անելուց եւ շատ դանդաղկոտ է։ Եվ ինչը միշտ քննադատության առիթ է դառնում նաև իմ կողմից, նաև ժողովրդավարական շատ ուժերի կողմից։ Եվ այս ձեր բարձրացած հարցը հենց այդ շարքից է։ Լյուստրացիան վաղուց էր պետք անել, վեթինգ էր պետք անել։ Հասկանում եք, այս խնդիրները, որ այսօր հիմա եկեղեցում առաջանում էր, լուծվելու են վեթինգի ճանապարհով, վեթինգի միջոցով։ Առանց այս նույնիսկ առանց լյուստրացիայի, եթե լյուստրացիայից շատ են վախենում, որ Ռուսաստանի հետ կտրուկ կսրվի հարաբերությունները, որտեղ իրենց ամբողջ այդ նախկին գործակալական ցանցերը պետք է բացահայտվեն, եթե բան բաց լյուստրացիա լինի կամ կոպիտ կոշտ լյուստրացիա լինի,
բայց փափուկ լյուստրացիա կարող է լինել, բայց լավ, նույնիսկ եթե այդքան Ինչու դժվար է է, ճանապարհը ընտրել։ վեթինգն չի չարեցին, որտեվ ինչ եթե մի երկու չինովնիկ այնտեղ մտել են Նիկոլ Փաշինյանի տոմարը, համոզել են, որ դա կարող է ինչ-որ հակասություններ ստեղծել դատական համակարգի հետ եւ այլն, դե ստեղծեցիք, թողեցիք դատական համակարգի մի զգալի մասը նախկինների ազդեցության տակ, չանելով վեթինգ, որտեվ մարդիկ երբ որ այդ հին կապերը գործում են, երբ որ իրանք սպասարկել են պատվերներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կողմից, հրահանգներ են կատարել, դա վեթինգը ինչ է, վեթինգը մենակ ունեցվածքային բաները ստուգելը չի, այլ նաև վարքագիծը նախկինում ոնց է արել, եթե մարդ ճակատագրերը խեղել դատավոր լինելով, քննիչ լինելով, դատախազ լինելով, կաշառքի դիմաց, վերևից ստացած հրանգների դիմաց, ոնց է պատկերացնում, այդ մարդը հանգարց սրբադասվեց, հա, եկավ, որոշեց ժողովրդավարական երկրում դառնա արդար դատավոր եւ արդարադատություն Եվ հակառակը պայքարի գործիքները նորից եմ կրկնում, գաղտնալսում, նկարահանում, ոչ միշտ, ես չգիտեմ, օրինական, ոչ թե ոչ միշտ, այլ ոչ օրինական ճանապարհներով։ Այո, եւ Հաստորեն մենք էլի նորից այդ նույն ժողովրդավարության եւ օրենքի երկրի թեմային ենք։ Տեսեք, այո, երբ որ քննչական մարմիններում կա պրոֆեսիոնալիզմի պակաս եւ այլ մեթոդներ չեն գտնում օրինականություն հաստատելուն, սկսում են կիրառել երբեմն օրենքի եզրին գտնվող կամ երբեմն նույնիսկ խախտող, որտեղ անձնական իրավունքի տիրույթը իրոք պաշտպանված է մեր Իսկ դա օրենքներով։ ոչ միտեղ տանող ճանապարհ է, Այո, իսկ ավելի հեշտ չէ լինի վեթինգ լյուստրացիա անեք, միանգամից այդ մաքրենք եկեղեցին այդ դրանց ներկայությունից։ Շնորհակալ եմ Գովազդ հայտարարանք եթերում, շարունակենք զրույցը, սիրելի հայրենակիցներ, Գովազդ եթերում մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահակա խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Խուժդյան, Թրամփը նոր է վերադարձել ասիական երկրներ կատարած իր այս մեծ
այցից հանդիպել է նաև Չինաստանի ղեկավարի հետ եւ գնահատել արդյունքները այդ հանդիպումից, ասում է 10-ից 10 բալանոց Սանդղակով եթե չափենք 12 բալ եմ գնահատում արդյունքները։ Սակայն չհանդիպեց իդեպ Պուտինի հետ։ Ձեր դիտարկումները, քանի որ ցանկացած նման զարգացումներ իրենց արձագանքն են գտնում ոչ միայն ամբողջ աշխարհում, այլ նաև մեր տարածաշրջանում։ Ну իհարկե դրական էր այն, որ նոյեմբերի 1-ից անոնսավորված աղետալի տարիֆները, որ պետք է մտցներ Տրամպը, ուղղակի կոլապսի կարող էր բերել համաշխարհային տնտեսությունը եւ այդ մեր տնտեսությունը, այդքանով մենք կախված ենք այո, բայց բարեբախտաբար հասկանալու նաև դա եւ ես ասել եմ դրա մասին, որ ես բացառում եմ, որ որևէ լուծում չգտնվի եւ նոյեմբերի 1-ից այդպիսի 100% գերազանցող տարիֆներ 45 էր, չէ՞, ասում։ Այսինքն դադարեցվի առևտուրը կոպիտ ասած Միացյալ Նահանգների Չինաստանի միջև։ Բացառում է, որտեղ դա ամերիկյան տնտեսության եւ Չինաստանի երկուսի տնտեսությունն էլ կոլապսի պետք է ենթարկվեր արդյունքում։ Եվ հետները տանեն ամբողջ համաշխարհային տնտեսությունը, բնականաբար եկան համաձայնության 10% էլ դեռ նախկին տարիֆներից պակասեցրեց Տրամպը, պայմանավորված այդ նարկոտիկ ինչ-որ բաներով դրանց հանդեպ Չինաստանի վերահսկողության ավելացման պատրաստակամությամբ եւ այլ ինչ-որ ձևական պատրվակներ եղավ, ինչ-որ բաների շուրջ պայմանավորվեցին եւ նաեւ այդ հազվագյուտ հողերի, մետաղների ուրեմն թույլատվությունները վերականգնեց Չինաստանը արտահանման դեպի Միացյալ Նահանգները, որը կենսական նշանակություններ եւ ոչ միայն Միացյալ Նահանգների համար, այլ նաեւ արևմտյան բոլոր երկրների համար, եւ այսպես եկան մոտավորապես նույն վիճակի, ինչ որ միջև Չինաստանի կողմից այդ ուրեմն սահմանափակումների հայտարարություններ, բայց ես ավելի շատ ինձ հետաքրքիր է մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձությունները եւ Վենսի այցելությունը, որը ուրեմն այսպես ցուցադրաբար չայցելեց լացի պատ։ Գիտեք, այնտեղ արարողության պարտադիր արարողակարգ է, որ նույնիսկ նախագահները եւ այլն, ովքեր այցելում են Իսրայել, գնում են Երուսաղեմում լացի պատի մոտ, այդ կիպան դնում են գլխներին եւ աղոթք են անում, ինչ որ բաներ են մտցնում այդ պատի մեջ։ Մի խոսքով Վենսը չգնաց այնտեղ, գնաց Քրիստոսի այդ տաճարի, հա, գրոբ Գասպոջին, որ ասում է, այսինքն այդ տաճար գնաց այցելեց, որը գիտեք 3 հիմնական քրիստոնեական ուղղությունների վերահսկողության ներքո է, որոնցից մեկը հայկականն է, մյուսը ուղղափառը եւ մյուսը կաթոլիկը, ուղղափառ հունական, հա, եւ այդ նաեւ հայտարարեց, որ կտրականապես ըստ էության հասկացրեց, որ դեմ է Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքների անեքսիային։ Այս ֆոնի վրա նաև հետաքրքիր է, որ Միացյալ Նահանգներում իսրայելական լոբին, նույնիսկ հրեական լոբին նահանջ է ապրում կտրուկ թուլացման շրջանում է, որտեղ մեծ ալիք կա հիմա հակաիսրայելական, որը նաև երբեմն վերաճում է հակահրեականության եւ հակասեմականության, որտեղ Միացյալ Նահանգներում արդեն ոնց որ զգում են, որ չափը անցել է, բոլոր չափերը իսրայելական ազդեցությունը Միացյալ Նահանգների վրա բոլոր չափերը անցել է, եւ այսպես հետաքրքիր է, որ այնտեղ կա հակադեֆամացիոն լիգա կոչվող հզոր կազմակերպություն հրեական, պրոիսրայելական հենց, որը պարզվում է ՖՍԲ-ի հետ, ՖԲՌ-ի հետ, Միացյալ Նահանգների ֆեդերալ բյուրոյի հետ հետաքննությունների համագործակցել է եւ իր տված բոլոր ինֆորմացիաները ՖԲՌ-ը օգտագործել է ինչ որ մարդկանց հետապնդելու համար, իբր հակասեմականության համար։ Հիմա այդ համագործակցությունը պաշտոնապես ՖԲՌ-ը հրաժարվել է դրանից, այսինքն այդ վերջերս տեղի ունեցավ։ Ավելին ասեմ, այնտեղ կա նաև IPAC մի կազմակերպություն, որ էլի իսրայելական եւ հրեական հզորագույն լոբիներից է, այդ երկուսն են ըստ էության, դա էլ ժողովրդավարական կուսակցության հետ շատ սերտ համագործակցության մեջ է միշտ եղել եւ հիմա ժողովրդավարական կուսակցությունն է դիստանցավորվել էլի այդ համագործակցությունից, այդ IPAC կազմակերպության հետ։ Մի խոսքով, այս ֆոնի վրա Իսրայելում բավականին մտահոգ են եւ աշխարհի հրեաներն են մտահոգ այդ դիրքերի թուլացմամբ եւ նման պայմաններում իհարկե արդեն խոսք է գնում, որ Նետանյահուի օրերը հաշված են, որտեվ ուրիշ ելք քան այսպես ամբողջ պատասխանատվությունը բարթել Նետանյահուի վրա եւ ազատվել նրանից, որպես քավության նոխազ, ուրեմն այլ տարբերակ չունի այսօր Իսրայելը
Եվ Նետանյահուն էլ փորձում է իհարկե փրփուրներից կախվելով շարունակել պատերազմը, ինչ որ պատրվակների տակ էլի շարունակել ռմբակոծել Գազան եւ այլն, բայց ես կարծում եմ դա երկար կյանք չի ունենա։ Այդ քաղաքականությունը եւ Նետանյահուն էլ որպես քաղաքական գործիչ, ել չասած, որ ինքը միջազգային հետապնդման մեջ է Ռոմի ստատուտով, քրեական դատարանը միջազգային, ուրեմն իրեն հետապնդում է, որոնում է մի կառույց, որին միացել է նաեւ Հայաստանը։ Շնորհակալություն եւ մեր զրույցի վերջին հատվածում խոսենք այն մասին, որ Երևանում երկու կարևոր իրադարձություն եղավ, նիստ տեղի ունեցավ, նիստեր, հավաքներ, առաջինը Արևելյան գործընկերության տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների համաժողովի 14-րդ տարեկան հանդիպումը տեղի ունեցավ, այդտեղ դուք ելույթ ունեցաք դրանք անդրադառնանք եւ տեղի ունեցավ Եվրանեստ խորհրդանական վեհաժողովը։ Իդեպ Եվրանեստին մասնակցում են նաեւ թուրք գործընկերները, որ մեկից սկսենք, երևի Եվրանեստից սկսենք, այնուհետև ձեր ելույթին կանդրադառնամ ես այն երկրորդ։ Քանի որ թուրքերի մասին հիշատակեցիք, հեսա կանդրադառնամ դրան, բայց նաեւ հիշեցի, որ Իսրայելի թուլացումը այնպես չի, որ միարժեքորեն մեր շահերից է նաև բխում, որովհետև տեսեք Իսրայելը իր նաև իր լոբիներով հիմնական զսպող դերներ խաղում, այդ թվում Եվրոպայում, Թուրքիային նորագույն հատկապես ավիացիոն զենքեր, ավիացիա վաճառելու հարցում, բայց հիմա, քանի որ այդ ազդեցությունը թուլացել է, եւ միջև վերջերս օրինակ Գերմանիան վետո էր դնում եվրոպական այդ fighter jet-երի վաճառքի վրա Թուրքիային, որը Մեծ Բրիտանիան էր պատրաստ վաճառել, բայց քանի որ այնտեղ կոնսորցիում է եւ Գերմանիան առանցքային դեր ունի այդ կոնսորցիում, իր վետոն առանցքային էր։ Հիմա այդ վետոն հանել է եւ 20 այդ fighter jet-երից պետք է ուրեմն արդեն մատակարարվի Թուրքիային, մոտավորապես 10 միլիարդի գործարք է, տեսեք բավականին թանկանոց ինքնաթիռեր են, ամեն մեկը 500 միլիոն, բայց Թուրքիան պատրաստ է հսկայական ծախս անել, որտեվ դա իր համար որոշակի գերակայության հարց է առաջացնում օդում, ինքը այսօր զիջում է թե Իսրայելին, թե Հունաստանին նույնիսկ օդում, իսկ այսօր հույն-իսրայելական եւ Կիպրոսի հարաբերությունները բավականին սերտ են ռազմական, որտեվ Կիպրոսում անհանգիստ են թուրքական ներկայությունից եւ հնարավոր քայլերից։ Հիմա եթե այդ ավիացիան տրամադրի Մեծ Բրիտանիան Թուրքիային, ըստ էության բալանսը նաև օդում հավասարակշռություն է ձևավորել, իսկ ուրեմն ցամաքում Թուրքիան ակնհայտ առավելություն ունի։ Նաև ԱԹՍ-ների հարցում առավելություն ունի, դրոնների, եւ այստեղ արդեն Թուրքիան կամաց-կամաց դառնում է տարածաշրջանային հեգեմոն, այսինքն երկու հիմնական զսպող օղակները, որ Իսրայելն ու Հունաստանն էին, Թուրքիայի, էապես թուլանում են եւ իհարկե դա չի կարող մեզ չանհանգստացնել, ինչքան էլ որ մենք հիմա փորձում ենք Թուրքիայի հարաբերությունները կարգավորել։ Հիմա Եվրանեստի եւ միջև այդ տեղի ունեցած Կորլեապի, հա, այդ կարճանուն տեղական ինքնակառավարման համաժողովի Կորլեապը Համաժողովը շատ կարևոր էր իհարկե, նախ որ Հայաստանում անցան երկուսն էլ եւ ես նայություն ունեցա նաեւ Արևելյան գործընկերության ֆորումի ղեկավար կոմիտեի անունից ելույթով հանդես գալ Կորլեապում եւ այո կարևոր ուղերձներ ղեցի դիմելով նաեւ եվրոպական համայնքներին աջակցելու թե Ուկրաինային, թե Մոլդովային եւ Հայաստանին որպես ժողովրդավարություններ եւ թե Արցախի հայությանը իրավունքների պաշտպանության հարցում, որը որ էթնիկ զտման է ենթարկվել, բավական դրական արձագանքներ ունեցա այդ ելույթից հետո եւ նաեւ մեր ֆորումի շրջանակներում այն տարածվեց։ Շատ կարևոր է, որ մենք ցույց տանք եւ քաղաքասարակությունը հատկապես ցույց տա, որ Արցախահայության խնդիրները պետք է լուծվեն։ Մենք չենք պատրաստվում աչք փակել այդ էթնիկ զտման եւ դրա հետևանքների վրա, անկախ նրանից, որ այսօր Հայաստանի իշխանությունները ստիպված են ուժի պարտադրանքի ներքո լռել այդ հարցը չբարձրացնել, որտեվ գիտեք միշտ դրան հակառակ Ադրբեջանը ասում է դե որ այդ հարցը բարձրացնեք, մենք էլ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ այնտեղ ադրբեջանցին վերաբնակեցման
հարց կբարձրացնենք, հա, բայց ասելով չի։ Ես միշտ ասել եմ, որ դա իրենց ուղղակի քարոզչական հնարքն է, փուչիկն է, ոչ մի արևմտյան Ադրբեջան չի կարող միջազգային ուրեմն օրակարգում հայտնվել, որովհետև նաև չկա, ոչ միայն չկա պատմականորեն նման բան, այլ չկա նաև բնակչություն այնտեղի, որը կարող է վերադառնալ Հայաստան։ Ես ասել եմ, որ այդտեղի ադրբեջանցի բնակչությունը, որը եղած մի 170,000 է եղել, ինքը ուղղակի վաճառել է տները կամ փոխանակել է այն հայերի տների հետ, որոնք որ տեղափոխվել են Հայաստան Ադրբեջանից, կամ ստացել է փոխհատուցում։ Եթե մի քանի հազար եղել են, որոնք որ այդ ամեն ինչին չեն ստացել, հա թողան, ոչ մի խնդիր չկա։ Դա Հայաստանի դիրքորոշումն է, բայց նրանք դռներ են ծեծում միջազգային։ Դե որոնք պետք է ակտիվ աշխատել, այդ դռները հակադարձել, մենք էլ մեր դռները ծեծենք։ Նաև վերջո էլի եմ ասում, քաղաքասրակությունը ավելի ազատ է այդ հարցում, եթե նույնիսկ իշխանությունը ինչ որ մարտավարական նկատառումներով որդեգրել է լռելու քաղաքականությունը Արցախահայության իրավունքների հարցում, քաղաքասրակության ձեռքը ոչ մեկ չի բռնել, չի կարող բռնել, որտեղ կա խոսքի ազատություն, եւ մենք էլ ժողովրդավարական երկրում ենք ապրում եւ մեր ուղերձները երբ որ մենք հղում ենք դա անկալելի է եվրոպական համայնքում մեկը երբ որ ես կիսվեցի իմ Facebook-ում մի կարևոր հարցադրում արեց լավ իսկ ինչ է տալու մեզ այդ հարցը անդադ բարձրաձայնելով առնվազն այդ հարցը օրակարգում պահել մենք Արցախահայության այո իրավունքների վերադարձի եւ անվտանգ այնտեղ ապրելու իսկ առանց կարգավիճակի բնականաբար անվտանգ չի կարող այնտեղ ապրի նույնիսկ եթե այդ կարգավիճակը լինելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, բայց պետք է լիարժեք ինքնավարության կարգավիճակ լինի եւ միջազգային ուժերի տեղակայմամբ անվտանգության ապահովում։ Նրանք այլային լուծում առաջարկում մեզ։ Հա, բայց առաջարկը մեր զանից է կախված, որ այդ առաջարկը էլի միջազգային իրավունքի դիտանկյունից դիտարկվի, ոչ թե քարոզչության։ Քարոզչության դիտանկյունից կներեք։ Հիմա իրանք որ ասեն, լավ, մենք էլ 5 միլիոն ադրբեջանցի կբերենք Հայաստան։ Մենք էլ ասենք, վայ, դե լավ, որ 5 միլիոն ադրբեջանցի պիտի բերեք, եկեք մենք հրաժարվենք։ Ու ասելով չի։ Ինչ 5 միլիոն, ինչ 300,000։ Թվեր կրակելով չի, էլի։ Տեսնում եք։ Քանի որ հարցը բարձրացնում եք, նշանակում է լուծում եւս տեսնում եք։ Լուծումը միշտ կա, ուղղակի ժամանակի հարց է։ Եթե մենք այսօր օրակարգում պահենք այդ խնդիրը, վաղ թե ուշ այդ լուծումը կգտնենք։ Ադրբեջանը 30 տարի սպասեց իր լուծմանը, որը լավ լուծում չէր, ուժային մեթոդներով լուծում էր։ Ես կարծում եմ, որ մեր ճանապարհը այլ է լինելու։ Մենք առանց այդ ուժային լուծումների, ուժային միջամտության իրավիճակի փոփոխության հետ կապված, իրավիճակը երբեք նույն տեղում չի մնում։ Միշտ ինքը բանի պես է, գիտեք, ճոճանակի պես է։ Կամ այս կողմ է գնում, կամ այն կողմ է գնում։ Հազար ու մի բան է տեղի ունենում աշխարհում։ Ոչ մեկ չի ասում հիմա տարածքային ամբողջականության հավակնություններ Ադրբեջանի դեմ։ Մենք ունենք արդեն պայմանավորվածություններ, որ մենք փոխադարձ հարգում ենք այդ տարածքային ամբողջականություն, բայց դա չի նշանակում, որ հայության իրավունքները պետք է ոտնահարվեն Արցախահայության իրավունքները եւ մենք պետք է դա մոռանանք։ Այսինքն դա էլ միշտ ծայրահեղությունն է։ Դա միջազգային իրավունքի խախտում է նաեւ։ Եթե մենք միջազգային իրավունքի շրջանակներում ճանաչում ենք փոխադարձ տարածքային ամբողջականությունը, պետք է նաեւ միջազգային իրավունքի շրջանակներում ճանաչենք փախստականների վերադարձի իրավունքը եւ սեփական երկրում հայրենիքում ապրելու եւ անվտանգ ապրելու իրավունքը։ Իդեպ այստեղ Ադրբեջանում արդեն սկսել են զարգացնել նարատիվը, որ եկեք փոխհատուցումը տանք բրծնենք, որ իրենք էլ Արցախի հայությունը հայտնվի այստեղից գնացած ադրբեջանցիների կարգավիճակում, հա, այսինքն մի քանի միլիարդ դոլար հատկացնեն Ադրբեջանի համար ինչ է 60-ից 70 միլիարդ գումար ունի։ Ասենք ասենք 3-4 միլիարդով կարող է ամբողջ հայության փոխհատուցման հարցեր լուծի եւ ասի դե վերջ, էլ ոչ մի հավակնություն Արցախի հանդեպ չեք կարող ունենալ, դուք ձեր իրավունքները վաճառեցիք ձեր տների սեփականության տեսքով։ Այնպես որ ես կարծում եմ, որ նաեւ միջև այդ արդեն այդ կոնսենսուսը նաեւ պետք է Հայաստանում լինի, որ մենք մեր ուժերով պետք է նախ ապահովենք Արցախահայությանը իրենք որ այստեղ կարողանան սեփական տները ձեռք բերեն, ապրելու հնարավորությունները, աշխատանքի եւ այլն, այդ հարցերը կամաց լուծվի եւ դա այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տարվի, որպեսզի մարդիկ հույս չունենան այն փոխհատուցման վրա միայն, որ այդ հույսը չդնեն միայն այդ փոխհատուցման վրա, որ Ադրբեջանից կարող է ստանան իրենց կորցրած տների դիմաց։ Շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուշուձյանն էր մեր զրուցակիցը, զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։